Նյուզերմի եթերում դուք դիտում եք լուրերը, տաղավարում Արթուր Աղաբեկյանն է, բարև ձեզ։ Եվ այսպես, այսօր վաղարշաբաթ խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով ավականու արտահերթ ընտրություններ են։ Մասնակցում է 8 ուժ, 7 կուսակցություն, 1 կուսակցությունների դաշինք։ Հաղթանակ կուսակցությունների դաշինք, Համահայկական ճակատ կուսակցություն, Հանրապետություն կուսակցություն, Մայր Հայաստան ազգային դեմոկրատական կուսակցություն, Ազատ դեմոկրատներ կուսակցություն, Ժառանգություն կուսակցություն, Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն, Հայրենիք կուսակցություն, նշենք ընտրողների ընդհանուր թիվը նոյեմբերի 7-ի դրությամբ 69866 է։ Ընտրատեղամասերի թիվը 47, որից 23-ը Էջմիածին քաղաքում, մյուսները 18 գյուղերում։ Արագած գյուղում տեղակայված ընտրատեղամասում իր քաղաքացիական պարտքն է կատարել քաղաքացիական պայմանագրի թեկնածու Արգիշտի Մեխակյանը։ Քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում նշել է, որ հուսով են ստանալ վաղարշաբաթցու բացարձակ վստահությունը։ Եթե չհաղթեք Նիկոլ Փաշինյանին, ինչ պատասխան եք տալու։ Նոր մեկը գրել է կոմենտ, ասում է ոնց է պարծենալու Նիկոլի ձեռքից։ Շատ լավ, ես կոմենտներին չեմ պատասխանում, մենք կայացած քաղաքական ուժ ենք եւ մեր անելիքները եւ ընտրությունում հաղթելու եւ ընտրություններում պարտվելու հետ կապված դուք տեսել եք, նաեւ կարծում եմ, որ մենք այս առիթը պետք է բաց չթողնենք, որպեսզի ավելի բովանդակալից հարցերի պատասխան հետևի հաջորդ օրինակ հաղթած ընդդիմադիր թեկնածու։ Ես եմ որոշում քրեական գործ։ Դուք կոլեկտիվ եք որոշում։ Իշխանությունը որոշում է, որ պետք է նստի այդ ընդդիմադիր թեկնածուն, գնում նստում։ Չէ, սխալ մարդու եք հարց տալիս։ Քաղաքացիներն ուշադիր լինեն, որ Գյումրի իրադարձությունները չկրկնվեն, տեսան Գյումրիում ինչ է։ Շատ լավ, եթե ուզում եք ես գնամ, դուք ձերոնցով խոսացեք, մեկնաբանեք, բարձրաբանեք։ Ինչ ասեմ։ Գյուղում ձեր շտաբը տեղակայված է ընտրատեղամասից 20 մետր հեռավորության վրա, այս խախտումը ինչով է պայմանավորված։ Խախտում չէ, մեկ վարձակալել ենք այդ տարածքը, հիմա ընտրատեղամասից չի, նախ ընտրատեղամասը շենքը շատ ավելի հեռու է գտնվում, մեր մյուս շտաբն էլ Էջմիածին քաղաքում, մեկ այլ ընտրատեղամասի հարևանությամբ է, Շապատի համայնքապետարանի սահմանված հեռավորությունը, ներողություն եմ խնդրում, 50 մետր հեռավորությունը մուտքից ապահոված է, շենքի մուտքից 50 մետր հեռավորությունը ապահոված է։ Հաղթանակ դաշինքի ցուցակը գլխավորող Սևակ Խաչատրյանը 14 կոտորակ 10 ընտրական տեղամասում իր քաղաքացիական պարտքը կատարել է որդու հետ։ Լրագրողների հետ զրույցում նշել է, որ գնում են բացարձակ հաղթանակի։ Խաչատրյանը հայտարարել է, որ չի վախենում, որ հաղթանակի դեպքում իր դեմ քրեական գործ կհարուցեն։ Գուշակություններ այս պահին պետք չի անել, բայց մենք եւ մեր թիմը, ինչպես նախկինում էլ հայտարարել են, գնում ենք բացարձակ հաղթանակի եւ օրվա վերջում քվեարկության արդյունքները ցույց կտան, որ մենք իհարկե կունենանք հաղթանակ։ Չեք վախենում, որ հետո քրեական գործ կհարուցեն։ Չեք վախենում քրեական գործ։ Ընդհանրապես չեմ վախենում, սպասելի է ամեն քայլ օրվա իշխանություններից, բայց ինչ որ վախեր, որ ունեմ քրեական գործ կհարուցեն, բնականաբար ոչ։ Հիմա արձանագրվել են որոշակի խախտումներ, թե ոչ։ Իշխանությունը վերցնել, ինչ եք անելու, ում հետ կոալիցիայի կգնաք, թե Գյումրիի օրինակով եք։ Նման սցենարներ չենք քննարկել, ոչ մեկի հետ նման հանդիպումներ մյուս ընդդիմադիր ուժերը չենք ունեցել, չենք քննարկել, բայց ես նախկինում էլ հայտարարել եմ, որ եթե բացարձակ հաղթանակ չլինի, բնականաբար մենք համագործակցության եզրը կգտնենք այն ուժերի հետ, ովքեր հանդես են գալիս ընդդիմադիր դաշտից։ Մենք հայտարարել ենք, որ այն ընդդիմադիր ուժը, ով մեր թիմից հաղթանակ դաշինքից մեկ ձայն ավել կհավաքի, մենք պատրաստ ենք ամբողջությամբ աջակցել այդ քաղաքականին։ Արթուր Վանեցյանի գլխավորած Հայրենիք կուսակցության կողմից վաղարշաբաթի քաղաքապետի թեկնածու առաջադրված գրող հրապարակախոս Խաչիկ Մանուկյանն իր քաղաքացիական պարտքը կատարել է Էջմիածնի մշակույթի տանը տեղակայված 14 կոտորակ 13 ընտրատեղամասում։ Նա լրագրողների հետ զրույցում նշել է, որ քվեարկել է հանուն իր քաղաքի զարթոնքի, հանուն հայի արժանապատվության։ Մանուկյան, ընդդիմությունը այսօր հաղթանակ տոնելու է։
Որքան են շանսերը ընդդիմության։ Ընդդիմությունը հաղթանակ որպես այդպեսին ես տեսա ընտրապայքարի ընթացքում, որ մարդիկ արդեն կարողացել են այդ թմբիրից ձերբազատվել, հասկացել են, որ ազգ ու երկիր է վերանում, այս իմաստով հաղթանակը կա։ Մնում է, ասենք, եթե վավերացվում է, այսինքն քվեների տեսքով, ուրեմն այո, այդ հաղթանակը կլինի նաև այդպես։ Կարծում եմ, եթե մասնակցությունը բարձր լինի, այո, ընդդիմությունը հաղթանակ կտոնի։ Բնականաբար, հարգելի Հայկուշ, իհարկե տեսնում եմ, եթե մենք չմիավորվենք, կփոշիացնենք մեր եղած քվեները, կմիավորվենք եւ կարողանանք միասնաբար լուրջ խնդիրներ լուծել։ Մայր Հայաստան կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Գրիշա Հարությունյանն իր քաղաքացիական պարտքը կատարել է 14 կոտորակ 34 ընտրական տեղամասում։ Հարցին, որ ուժերի հետ պատրաստ կլինեն կոալիցիա կազմել, Հարությունյանն ասել է, որ պատրաստ են կոալիցիա կազմել բոլոր իրական ընդդիմադիր ուժերի հետ։ Մենք բազմիցս հայտարարել ենք, որ Մայր Հայաստան կուսակցությունը սատարում է հայ առաքելական եկեղեցուն եւ մենք կանգնած ենք եկեղեցու կողքը։ Մենք նշել ենք այն ուժերը, որոնք իրականում ընդդիմադիր են, մենք պատրաստ ենք։ Չենք բացառում մեր կոալիցիա կազմելը։ Հանրապետություն կուսակցության ցուցակը գլխավորող Հարություն Մկրտչյանը քվեարկել է հանուն ազատ, անկախ եւ ինքնիշխան Հայաստանի։ Մկրտչյանն ասել է, որ խախտումներ չի արձանագրել, իրավապահներից պահանջել է բոլոր խախտումների հետևից գնալ, չլինել ուղղակի արձանագրող։ Գեցե ազատ, ինքնիշխան, սուվերեն եւ անվտանգ Հայաստանի Հանրապետություն։ Վաղարշաբաթ խոշորացված համայնքի բնակիչները պետք է գիտակցեն, որ իրենց քվեից է կախված իրենց ապագան եւ այս խաթերով վախով ընտրության գնացողների ճանապարհը փակելու մի տարբերակ կա, դա ընտրություններին ակտիվորեն մասնակցել։ Ինչ կլինի, եթե 50+1% որևէ ուժի չհաջողվի քվե ստանալ եւ մեծամասնություն ձևավորել, դա եկեք թողնենք ընտրություններից հետո թող տեխնատուները պատասխանեն։ Վաղարշաբաթի 14 կոտորակ 11 ընտրատեղամասում իր քաղաքացիական պարտքն է կատարել ամենայն հայոց կաթողիկոսը։ Նրան ուղեկցել են Արշակ Սրբազանը, Մայրաթորի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Եսայի Արթենյանը, այլ հոգևորականներ։ Նրանք ևս կատարել են իրենց քաղաքացիական պարտքը։
Վեհապար ինչի համար հյասեցի կանոն ինչպիսի վաղաշապատի Ընտրությունը կատարեցինք աղոթքով, այսելով, որ արդար ընթացք ունենա եւ վաղաշապատ քաղաքը բարգավաճի, շենանա եւ պարգևի մեր ժողովրդին այստեղ ապրող բարոր կյանք, երջանիկ ապագա Մինչև այս պահը 6 ժամվա ընթացքում դիտորդական կազմակերպությունների կողմից ընտրախախտումների վերաբերյալ մի շարք ահազանգեր են եղել։ Դրանք վերաբերել են կահավորմանը, քվյախուց ստանող ճանապարհը կտորով փակված լինելուն, քվյախցերի հետևում չպլոմբված դռան առկայությանը, բաց քվյարկությանը, ընտրողներին ընտրացուցակների անհասանելիությանը, մահացածին հարևանի տան հասցեում գրանցմանը եւ այլ խախտումներին։ Բերել ես արկրի մոտ, շիվանորով
աշխատակիցը փակցրել է ինքնասոցիալական ողջունման չէ։ Իսկ սա համարում է կանվավել որտեղ Ախր մի կողմ չեք կանգնում, որ մենք էլ տեսնենք ժողովրդին։ Սա համարում է կանվավել։ Ես դա կվերցնեմ, որտեղ ինձ մոտ հաշվարկված է, իսկ մնացածը կթափել։ Այսինքն դատարկ է բերել ծրարը ինչպես։ Ծրարը բերել է դատար, այս տպցակը բերել է, սենց գրել է, ինչպես։ Այսինքն պասպորտը սխալ է։ Ո՞նց է։ Ես նրանով աշխատանք եմ։ Լավ ես անում։ Շատ գործակ կարող ես անել։ Ո՞վ է փոխել։ Իրենցիան, ես չգիտեմ։ Ո՞վ է հարցնեմ, որ իմանամ։ Գնում ես պասպորտ։ Չէ, ես ում է հարցնեմ, որ իմանամ, էսի պասպորտ 9-րդ ձևն է, էսի գիտեք, չէ՞։ Հա։ Էսի պասպորտ փոխելու ձևն է։ Այո, բայց ես դրանով ցուցակացնել չեմ կարող։ Հիմա զանգեք տեքնան ո՞վ է կարող պատասխան տալ։ Պասպորտ սեղան, գնում եք այս։ Ես այդքան ժամանակ գնացել եմ պասպորտ սեղան, էսա պասպորտը։ Հիմա չխոսացել եմ։ Գնա այս վերը, այստեղ եկան կպել։ Ով է, ձեզ ինձ բարձրով։ Ում է։ Որ կարան իմ հարցերում պատասխան։ Ինչ ասացին, ես ասեցի, ասեցի։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Վայոց ձորի Խաչիկ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցել է պատարագի, այն մատուցել է Տեր Հովհաննես քահանա Մաթևոսյանը։ Պատարագին ներկա են նաև Վայոց ձորի թեմի առաջնորդ Տեր Աբրահամ arczepiskopos Մկրտչյանը։ Նշենք Փաշինյանի հետ Խաչիկի եկեղեցում են եղել ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, համայնքային ու մարզային մարմինների ղեկավար պաշտոնյաներ, մեծ թվով քաղաքացիներ։
երեցի կատարում Վաղարշապատի ընտրությունների ընթացքին շարունակեք հետևել News AM-ի ուղիղ եթերում, իսկ լուրերի թողարկումներով դեռ կհանդիպենք։